մի հազարամյա մանուկ ներսում հայ մարդն աշխարհի շատ տարածքներով է անցնում, բայց երկրին, հողին, թփին, քարին, մարդուն հանդիպելու հոգու ծեսը մեկ է, ամբողջական է դառնում սրտի չափ փոքրիկ Հայաստանում։ Ուխտավորի իր օրագրի էջերում խոստովանում է Կիրակոս Գյուլյումջյանը, որովհետև այլ վայրերում, ասում է, հանդիպածը որքան էլ պերճ ու շքեղ լինի, կառույցներ են լոկ, որքան էլ մտքի խոյանք հորջորջվեն։ Եվ գիտեք ինչու, որովհետև այլ տարածքներում իմ նախնիքը, իմ հարազատները հոգևին ներկա չեն, նրանք բացակայ են, եւ մի սրտակից զրուցընկեր գտնելու տենչով անձուկ ու լուր թափառում ես մայթից մայթ, փողոցից փողոց, պանդոկից պանդոկ, ու միշտ սրտիդ ձայնին հնազանդ մի ուրիշ աշխարհ հայրենիք բերող ճամփան ես փնտրում։ Կիրակոս Գյուլյումջյան ուխտագնացի համար ներս ու դրսի ճանապարհները զատված չեն։ Դրանք պարզապես սկսվում են Արարատից ու այս անգամ տարան արցախական աշխարհ, դարերով զվարթուն դաշտերի ու արարատյան առավոտի միջով։ Երբ հանկարծ երկնքից կախված երկնակամարի մեջ մխրճվում է երկու գագաթ ու հաջորդում են իրար մասիսների բազմադեմ այլակերպումները։ Անցնում դառնում ենք իսկապես, անցնում դառնում ենք ու չենք կարողանում բռնել, պահել ակնթարթը։ Այս կետից միջև մեծ ու փոքր գագաթ քանի գույն է մարդուն ներսուզումի տանում, ու լեռն Արարատ կերպավորիր ինձ ըստ քո պատկերի։ Կարծես ներսիցդ ծաղկում են կապուտիկյանական տողերը, իսկ գուցե լույսն է, Արարատը գրկող արևն է ճախրանք տալիս երևակայությանդ։ Ու եթե ներքին այդ ալեկոծումների միջից Արարատից իջնող նոյին ու նրա տապանը չես տեսնում, ուրեմն չգիտես, որ փրկվածներից մեկն ես ու ոտքերդ դեռ թաց են ջրհեղեղի ջրով։ Տեսիլաժամ է, տեսիլք, որից անդին գագաթները պահող ջերմակ ամպերի թագն է ու դարակուտակ լռությունը։ Ով չգիտե, որ դեպի Արցախ ուղեկցող ոգիների մեջ պարույր սևակն է, իր տագնապներն են, իր քերթվածներն են, ինքն է ու մենք Կոմիտասի պատկերի առջև։ Քո մատները Կոմիտաս, քո մատները տաղաստեղծ, քո մատները երգահան, տասնահատոր երգարան։ Իսկ ինչ կախարդանք է նրա հայոց լեզուն, մեր այբուբենի հարաբանումը։ Պահածոյացված քո մեջ ես պահում արևագալի նշողումը շեք, դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ և գավազանի ուղղաձիգ սլացք, սկիհի բոլորք, կածանի ոլորք, ծամթելի հանգույց և ճարմանդի կեռ։ Եվ երջանիկ է, ով քեզ կարող է կոչել մայրենի, երանելի է, ով քեզանով է խոսում ու դատում։ Այս խոհ ու խոկումներով Կիրակոս Գյուլյումջյանը եկավ ու հասավ հիշատակած տարածք, սրբատաշ մի քարի, որ մուտք է Դարպաս ու Մոնթեի անունով է։ Վարուժանը կասեր, և հոն կյանք մմոլար ու ըղձանքներ կան վերջին։ Եթե գործընծնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, Մոնտե, ոսկի խոսք է, բոլոր հայերուն խորուն հավատք պետք է լաս։ Եւ չլա, որ ոյ մեկ ժամանակ, ոյ մեկ ծվոք իրականանա Մոնտեին մտավախությունը։ Ինձի ամեն անգամ կթվա, թե Մոնթեն կողքիս է ու խոնարհաբար ասում է Վարուժանի խոսքերը։
պիտի մեռնիմ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ, ու ես խաչիս վրայեն խաչված մարդուն նայեցա։ Հաստատ կկարծեմ, որ ցեղին սրտի բախլուններով Մոնթեն եւ նրա նմանները եկան Արցախ ու մարտիրոսվեցին, թողնելով մեզ իրենց դասերը։ Հարքում մերել շատ ունի, երկիրն հին, ալևոր, որում ես թորն եմ բայրի, հոգումներով բեղնավոր, երազներով որորում, մերելներուս իբրև խաչ, ես այս ծառը տնգեցի։ Ապրիս, սպասիցադար։ Զանազան արետներով ասի այցելությունս չորրորդ այցելությունս է, որ այցելեմ Ղարաբաղ։ Հիմա Լաչին ենք անշուշտ եւ Լաչինը որ հիմա գոչվի բարեփոխտապար Պերծոր, ինչպես անտիսադեսները գտեսնեն թե որքան գեղեցիկ դեր է։ Լաչինը մեր հայրենիքին թոքն է, մեր հայրենիքին շունչ արած միջոցն է։ Առանց Լաչինի մենք գարձստը խեղտամահ գլանք, միշտ ծորսկոմս նայած եմ եւ անշուշտ տեսարանը ընդհանրապես սմայլելի եղած է, սակայն ժամանակին դուները ասկե բագաս է։ Ուրախանալին հիմա, որ ահավասիկ շատ պարանգարաններ գառուցված են, ինչպես հոն ավելի քիչ մեհերուն գտեսնեմ գարձստի հաստատություններ են, կամ դպրոցներ են, կամ ֆաբրիկներ են, եւ ընդհանրապես քաղաքը գեղեցկանա։ Ադոր մասին հadoop հրճվանք կսկամ անշուշտ եւ պիտի փապակեի, որ երթալով անոր ռիթմը արականար գեղեցիկ դեր Ղարաբաղը, ես շատ պիտի փապակեի, որ օրմա ոստեն պրագարան մկնել։ Կիրակոս Գյուիմջան հայորդին Բերձորն առանձնահատուկ է սիրում, որովհետև այստեղ Ներսես հոր մեծ ստվերն է, նրա անվան դպրոցը Ուրեկանում։ Նա անուններով գիտե յուղացիներին, աշակերտներին, ուսուցիչներին, Ավասիկ Հասյալ արիթմը իձի գալ իմ տորներս և իմ կերտաստանից, որբեզի կանք և քիչ մև էստեղ հողի վրա հայոց Արցախի հողին վրա խորացնենք մեր արմատները։ Ձեր սոսենիները, որ կա այս ճանապարհի վրա ամբողջ քոնն է Կոթորան սոսի անունով։ Այո։ Վարսկրերդ կատա։ Իմ Փեսային և Մարիին ասում ես, քո դուստրիկին, որ այս անտառը վաղը իրենց անունով է կոչվելու։ Իրենց անունով է կոչվելու, ասպես պիտի հաստատվենք մեր Ղարաբաղի հողի մեջ։ Աս ցանելու առողությունը իմ մեջ ես կարտացնե։ Այո։ Իմ մեջ ես կարտացնե մեր հողին հետ գապելու, մեր հողին հետ արմատանալու, մեր հողին մեջ զիլեր ծաղկեցնելու հոգեբանությունը եւ այդ սպասումները եւ այդ ակնկալությունները։ Եթե ամեն մի հայ մտածեր քո նման, այո, մենք Հայաստանում որևէ չոր, լեր, բլուր չենք ունենա, ամբողջ անտառապատկերը բացվել էր մեր հողերը, մենք սրբագործեցինք։ Ես 70 թվականներից ծառ եմ տնկում եւ երջանիկ եմ։ Վարձկդ կատար, շնորհակալ եմ, որովհետեւ գիտես առանց միջոցների սա հնարավոր չէ։ Սա ստրատեգիական տեղ։ Այո, այս անտառները մեր զինվորներին են պահելու, մեր տանկերն են պահելու իրենց կրծքի տակ։ Անշուշտ Սա է։ չէ, այո։ Այո, ուրեմն մենք պարտավոր ենք այստեղ հասնել, պարտավոր ենք։ Սա գեղեցկություն է։ Կանաչության նշանակությունները շատ լավ են։ Հայրենիքին կանանչը լավ է։ Անշուշտ։ Ուրեմն որ մեր հայրենիքը կանանչը լա, մենք էլ կանանչ կմնանք։ Ես ամեն անգամ այս ծառերին ուրախությամբ եմ նայում։ Ամեն ասելիս, չէ, բարևում եմ, սիրում եմ իրենց, չէ, մեր երեխաներն են։
Ընդ որում ինձ համար ամենամեծ բանը, որ մենք ուսանողների հետ ենք գալիս այդ ծառայությունին։ Ուսանողներն են ծառայում, ուսանողն է կապում այս հողի հետ, արմատները նետում է այս ժայռերի մեջ ու ամրանում։ Սա է։ Անշուշտ եթե ասիգա սոսի թորնիգիս բուրագն է, անկասկած որ ասոր պիտի հաջորդեն շատ մբուրակներ, որոնք դարձյալ պիտի լան իմ դղակներուս թորնիկներուն, աղջիկներուս թորնիկներուն եւ մեր ընտանիքի բոլոր եւ Քերթաստանի երդասարտության նորաձնունդ սերունդին յուրաքանչյուրին իր զատ եւ հadouk բուրագը ունենա։ Եվ իրենք կանտնգեն։ Ես գործարար եմ, շարունակում է խոստովանել